Ողջույն, այս դասին ուրեմն կխոսենք foreground հրամանի մասին, FG, հա, FG-ն ինչ է անում, հիմա ես կհավաքեմ, այսպես FG ուրեմն հրամանը թույլ է տալիս այն ջոբերը, որոնք background-ում են, բերել ուրեմն foreground, հա, նախ ինչ է foreground-ը, օրինակ այսպես sleep 600, հա, 600 վայրկյան sleep հրամանը կատարվում է, սա մենք տեսնում ենք, որ հիմա այն ուրեմն կատարում է foreground-ում, որպեսզի այն կատարի background-ում, տեսնում եք ես Ctrl+C արեցի եւ էլ այս process-ը ոնց որ չկա։ Ես այսպես եմ հավաքում, որպեսզի այս ուրեմն սա կատարվի, սակայն այն չհանդանի մեր տերմինալին բաժնի, որպեսզի այն ես տեսնեմ, հավաքում եմ այսպես jobs, հա, jobs։ Եվ տեսնում եմ այս ուրեմն process-ը։ Foreground-ը թույլ է տալիս այն նորից բերել, ուրեմն foreground, հա, FG հրամանը ինչ ենք անում, հավաքում ենք FG տակ հավաքում ենք սա եւ 4-ը, այսպես 4 սրա ID-ն է, եւ տեսնում ենք նորից մենք այն բերեցինք ուրեմն մեր foreground, հա, Ctrl+C անենք, ուրեմն այստեղ ես այսպես արեցի, այստեղ դու կարող ես գրել թիվը նշանակում է այդ job-ի, այսպես ասած ID-ն job-երի մեջ, կարող եք ուրեմն այստեղ գրել ենթադրենք sleep, այսպես եւ այն կբերի անունով, հա, նորից կգտնի անունով sleep, այսպես։ Բերեք օրինակ երկու հատ sleep անենք, տեսնենք jobs, տեսնում ենք երկու հատ stop կա, ուրեմն sleep 600 եւ գցում ենք այն background եւ sleep, ասենք թե 300 գցում ենք այն background։ Հավաքում ենք jobs, տեսնում ենք երկու հատ sleep ունենք running, հիմա բերեք գցենք foreground FG, հավաքում ենք սա եւ sleep։ Ինչու, որովհետև երկու հատ sleep կա եւ այն կոպիտ ասած չգտավ թե որ մեկը անի, հա, որ մեկը անի, ուրեմն պետք է հավաքենք sleep, եթե օրինակ մի հատ լիներ, այն կատարել sleep 3 ենթադրենք, բերեք կատարենք այլ բան sleep, ասենք 500 եւ հավաքում եք ոչ թե Ctrl+C, այստեղ ես Ctrl+C, այլ Ctrl+Z, հավաքում ենք jobs եւ տեսնում ենք, որ այն job-երի մեջ է, սակայն այն stop վիճակում է, հա, հիմա հավաքենք background, այսպես եւ 5 եւ հավաքենք jobs, տեսնում ենք, որ այն running է, որպեսզի այն բերենք բան, հավաքում ենք FG, այսպես եւ 5 կներեք, այսպես եւ բերում ենք այն ուրեմն foreground, հա, foreground-ը տվյալ տերմինալում դուք տեսնում եք ոնց որ ամեն ինչ կատարում է տվյալ հրամանի հետ։ Հավաքում ենք FG get help եւ տեսնում ենք FG-ի մասին ինֆորմացիա foreground։ Այսքանը այս դասի համար։